Ողջույն բոլորիդ, Տերը օրհնի ձեզ, զորացնի, ամրացնի ձեզ ձեր հավատքի մեջ այսօրվա խոսքի վերնագիրը գրել եմ այսպես. խաղաղություն թե փոթորիկ ընտանիքում։ Ես տեսել եմ մի տեսիլք, ամեն անգամ չի, որ ես տեսնում եմ, այս ցենը մի քիչ կարգավորի։ Ամեն անգամ չի, որ ես տեսիլքով խոսք եմ ասում, բայց ես տեսիլքով ստացած խոսք եմ ուզում կիսվել ձեզ հետ եւ ասել, որ այն ինչ որ ես ստացա, տեսիլքով ես գրեցի ու տեսա այդ ինձ համար շատ կարևոր էր, հենց իմ անձնական իմ կյանքի համար շատ կարևոր էր ու ես հասկացա, որ սա պետք է եկեղեցու, որովհետեւ մի բան, որ ես առնում եմ տեսիլքով եւ հաստատվում է ինչ որ մեկի կյանքում, ես հասկանում եմ, որ Տերը ուզում է սա խոսա մի քանիսի հետ։ Հիմա այստեղ կան մարդիկ, ովքեր կվերցնեն այս խոսքի 100%-ը, կան մարդիկ 10%-ն էլ չեն վերցնի։ Բայց ես գիտեմ, Տերը խոսքա պատրաստել հենց եկեղեցու համար, եթե ինձ ա տվել, ուրեմն դա տվել է իմ եկեղեցուն, մեր եկեղեցուն, որտեղ մեր Տիրոջ ներկայությամբ եւ իր խոսքը ես ուզում եմ փոխանցել քեզ։ Միգուցե շատերը կլսեն նաեւ ինտերնետով ու ես չգիտեմ, կարող է իրանց մոտ մի պատասխան գտնեն, որտեվ օր ալինում մինչև 700 մարդ դիտում է Կիրակի օրվա մեջ, մի օրվա մեջ։ Հիմա մեր երիտասարդներին հետևում նստած կխնդրեմ գան առաջ։ Այս երիտասարդները Սարա դու էլ հետները, բոլորը եկեք առաջ, Անայր դու մնա, բոլորը եկեք առաջ ու նստեք այս շարքերում։ Այս դեմի շարքերում նստեք, սաղը։ Որովհետև ես ուզում եմ, որ մեր երիտասարդները ավելի ուշադիր լսեն, ավելի ուշադիր լինեն ու լսեն Տիրոջ խոսքը, որ պետք է իրանց։ Բերեք մի քանի տեղ ինձ Տերը ցույց տվեց, ովքեր որ խոսք են ասելու, Ահարոն եղբայրը, Արամ եղբայրը, Մելան Քուրջան, խնդրում եմ ձեր մոտ նշեք այդ տեղերը, որ Տերը ինձ ցույց տվեց եւ այդ թեմայի շուրջ ամբողջ շաբաթ կխոսեք ձեր տնային եկեղեցիներում, ովքեր որ հատուկ Վիտյա եղբորն եմ շեշտում, հավատում եմ, որ մի օր կվերցնի իր ձեռքը այդ պատասխանատվությունը, որը ոչ թե իշխանություն, այլ պատասխանատվությունը եւ բատայսկում նույնպես կսկսի տնային եկեղեցի։ Երբ որ վերցնես պատասխանատվություն, տրվում է Տիրոջից քեզ իշխանություն գործ անելու։ Չկա պատասխանատվություն, չկա գործ, ոչ մի գործ։ Ուրեմն ինչ պատասխանատու, ինչ ես իմ համար ապրում։ Հիմա լսեք ընտանիքի մասին։ Ուրեմն խոսում եմ հենց առաջինը Առակաց 14:1-ը, բացեք խնդրում եմ։ Բոլոր քույրերը թող լսեն։ Մանավանդ որ չեն ամուսնացել ու երիտասարդ են շուտով պիտի ամուսնանան։ Լսեք ու ականջներիդ օղարեք, սիրելիներս։ Տան խաղաղությունը ում ձեռքերում է, ով կասի, տղամարդու թե կնոջ, ներսի խաղաղությունը։ Տան ներսի խաղաղությունը, թող մեծերը խոսեն։ Տան խաղաղությունը, Հովանես հայրիկ, կնոջ ձեռքերում է։ Տան խաղաղությունը, Ռաֆիկ եղբայր, կնոջ ձեռքերում է։ Մելանքուր, միգուցե թարս ասես դու։ Թարս չեն ասում, տես այսօր սաղ տոշնի ասում են ոնց որ կան, այ։ Իմաստուն կինը գրված է ինչ կանի։ Շատ ուշադիր լսեք երեխեք ջան։ Շատ ուշադիր լսեք, հիմար կինը քանդում է իր տունը։ Իսկ իմաստուն կինը կառուցում է իր տունը, տան խաղաղությունը, որ տղամարդը եկավ տուն, վաղը մյուսօր քո ամուսինը եկավ տուն, նա պետք է իր տանը գտնի ինչ։ Եթե դու չկարողացար քո տանը խաղաղություն ստեղծել, այնքան խնդիրներ կա, այնքան փոթորիկներ կա, հիշեք, այս աշխարհը ամբողջ օրին թաթախված է խնդիրներ, խնդիրներ սարքելու մեջ։ Այսօր սատանան ընկած է ընտանիքների հետևից։ Ես ձեզ բան եմ ասում, 40, 45, 50 տարեկան համարյա չես գտնի ընտանիք, որ ես իրանց մասին եմ ասում, այս երկրում ապրում ենք, մենք տեսնում ենք, որ մի քանի անգամ բաժանված ամուսնացած չլինեն։ Մի բան եմ ուզում ասել, բաժանությունը, լավ լսեք, բաժանությունը
ամենադառը ցավերից մեկն է, որ այս աշխարհի մեջ գոյություն ունի։ Դա համեմատում են, ուշադիր լսեք, գիտեք ինչի հետ, մահվան հետ։ Այդ մարդը կենթանի է, ոչ մի բան չի եղել, ասենք, ոչ մի տեղը չի կոտրվել, թևը կա, ոտը կա, գլուխը կա, ամեն ինչ կա, բայց բաժանությունը այդ աստիճանը, որ բերում է մահվան, իբրև կարծես թե այդ մարդու հետ մահացել է։ Գիտեք ինչի ատենց ես քննեցի մի քիչ ու հասկացա, որովհետև այս երկուսը Տիրոջ առաջ ինչ են եղել։ Եվ հանկարծ մեկը բաժանվել է, այս մարդը չի իմանում, էլի ես ապրեմ, էլի ես չապրեմ, էլի ես ոնց ապրեմ, էլի ես ինչ անեմ։ Սատանան ուզում է բաժանություն, որովհետև այսպիսի խոսք ունի ինքը, այս իր խոսքն է, բաժանիր, որ ով կասի։ Բաժանիր, որ տիրես։ Բաժանիր այս կնգան, բաժանիր այս ամուսնուն, բաժանիր սրան։ Եվ ձեզ ասեմ, մարդիկ կան, որ հենց զբաղված են բաժանությամբ, որ ցանկանում են այս մեկի բաժանությունը։ Դուք լսել եք թուղթ ու գրի մասին, դուք լսել եք նախանց չար խոսքի մասին։ Դրա համար պետք է զգուշ լինել, շատ ուշադիր լինել, ով է քո կողքին, ով է քո կեսը։ Ում ես դու ընտրում որպես կես, ով կբերի քո տունը խաղաղություն, թե կնայի այս աշխարհին ու այդ խաղաղությունը կգողանա։ Մի բան եմ գրում, ֆինանսների մասին եմ գրել։ Ընտանիքում գոյություն ունի ֆինանսական եկամուտներ, այսպես ասած հասկացողություն։ Կա ձեր տանը ընտանեկան ֆինանս բյուջե, որ գալիս է դրսից, աշխատում եք, լյանքուր աշխատում ես, հա։ Մանվել եղբայր, աշխատում եք։ Ռաֆիկ եղբայր, աշխատում ես, գումար ես բերում։ Մելանքուր միջև այս վերջերս երկուսով պահակություն էին անում։ Ամուսինը դիրեկտորն է, այն էլ օգնականն է։ Հիմա ուզում եմ հարցնեմ, ես հարցրել եմ այսօր իրաց, ասեմ ո՞նց է ձեր ընտանիքի բյուջեն։ Ասում եմ մենք երկուսով միասին ենք։ Միասին, մեր մեծերին ում հարցրեցի, տենց է։ Բայց գիտեք, կասես մի հատ բան։ Տղամարդու փողը ընդհանուր է, կնգա փողը իրանն է պատկանում։ Ես չեմ հասկանում, այս տղամարդու են պարտավոր է սաղ տունը պահի կնգանել հետը, բայց կնիկ մենակ իրան պետք է պահի, ոչ մեկ ինչ պահի։ Այսօր այս բանը մտել է ժողովրդի մեջ, ես ձեզ ասեմ, սա սովորական, շատ սովորական է, սա աշխարհի ձևն է, այսօր աշխարհի ձևը։ Այո, մի բան էլ ասեմ, կնոջ գումարը ուտելը տղամարդու համար ամոթ է։ Լսեցիք, ուշադիր լսեցիք։ Հա, ինքը կբերի, կդնի ընդհանուրի մեջ, բայց կնոջ գումարին կպնելը ամոթ է։ Նրա գումարով չի կարելի ոչ տուն պահել, նրա գումարով չի կարելի ոչ եսիմ ինչ անել, կարող է շատ լավ աշխատի, շատ, բայց տղամարդը ճնշված կլինի։ Ես ձեզ բան եմ ասում, նա պետք է ավելի շատ աշխատի, նա պետք է ինքը պահի։ Հասկացեք, սա կարևորագույն բաներից մեկն է, որ դու, եթե նա աշխատում է 1%, դու 3 անգամ ավելին կամ 5 կամ 10 անգամ ավելին պիտի աշխատես։ Եվ տղամարդիկ ասեն, փառք Տիրոջը։ Բայց թող լինի միաբան։ Այո, երբ որ այո, թող ինքը մի փոքր անի, դնի միաբանության մեջ։ Դու մեծը արա, դիր քո տունը պաշտպանելու, պահելու մեջ։ Ֆինանսական հարցերը կարան շատ մեծ խնդիրներ առաջացնեն, շատ մեծ փոթորիկներ առաջացնեն։ Հիմա խաղաղություն թե փոթորիկ ընտանիքի մեջ նորից հիշեցնում եմ վերնագիրը։ Ինչ կարա ֆինանսական իրավիճակները կարան բերեն փոթորիկ մարդու կյանքի մեջ։ Չի հասցնում են, չեմ հասցնում այսօր պարկ ստեղից, վաղը պարկ ընդեղից։ Գիտեք Աստված ինչ ասեց, դու պարկ չես վերցնի, այլ ինչ կանես, պարկ կտաս։ Ես քեզ կսարքեմ գլուխ, ոչ թե ինչի, որովհետև դու իմ հետ կքայլես։ Եթե դու Տիրոջ հետ քայլես, անհնար է իր խոսքը քո կյանքում չիրականանա։ Լավ լսեք, երեխեք ջան, որ վաղը դուք բերեք ձեր ընտանիքներում խաղաղություն։ Կամ ամուսնանաք այնպիսի կնոջ հետ, որ կինը բերի քո կյանքում խաղաղություն։ Աշխարհի կինը չի կարող խաղաղություն բերել, ես ձեզ բան եմ ասում, նա կնայի ստեղ, կհամեմատի ստեղ, կգնա ստեղ, այս սենցա դաժե հոգևորի մեջ տենց կլինի։ Դաժե հոգևորը մենք ապրում ենք աշխարհում, կտեսնա էսի սենց, այս էլ եմ ուզում, այն էլ եմ ուզում, քո գործը չի, դու քոնը նայի, քո բյուջեին նայի,
քո հնարավորությանը նայի։ Երկրորդ տեղը, որ ուզում եմ խոսել, ընտանիքում շատ կարևոր է աշխատանքի բաժան, մանե դու ինձ նայի։ Շատ կարևոր է, որ ընտանիքում աշխատանքը բաժանված լինի, դու գիտեք մարդիկ կարան ապրեն, չիմանա, այս կնգա գործնա, թե էսի տղամարդու կնոջ գործնա, թե էսի տղամարդու գործնա։ Մեկ է տեսնես կինը տղամարդու գործ անում, լսի, կինը իրավունք չունի տղամարդու գործ անելու։ Ծանր գործը տղամարդուն է, դրսի գործը տղամարդու գործն է։ Հայթայթելը, պայքարելը, գլուխ ջարդելը, մտածել, ոնց հայթայթեմ, ոնց անեմ, ոնց բիզնես անեմ կամ ոնց աշխատեմ, որտեղից գործ ճարեմ, ոնց ռեկլամ անեմ, ում հետ խոսամ, ոնց էս շինարարի հետ խոսամ, ոնց մեկին կանչեմ, վերջը դա տղամարդու գործն է, դա կնոջ գործը չի։ Բայց կինն էլ իր գործը ունի, իր տան մեջ խաղաղություն անի, մաքրություն անի, ամանը լվանա, տեսեք, հասարակ բաներ եմ ասում, թվում է թե ես ինչ եմ ասելու, ոչ, շատ հասարակ բաներ եմ ասելու, բայց դրանից կարա ընենց վեճը լինի, ընենց սկանդալ, ընենց փոթորիկ լինի, գա տեսնա այսօր ծրված, վաղը թափթփված, մյուս օր չհավաքած, ուր ես դու, այ սիրելի կին, ուր ես, գործի եմ, ես փող եմ աշխատում, հասկանում եք, կամ հակառակը, իսկ մարդը ոչ օգնում է տանը, տղամարդը է, ոչ բերում է, ոչ անում է, այն ջարդած, այն թողած, ասես, տարիներով, մի փոքր աբոյ պիտի անի, չի կարում անել, մի փոքր բան պիտի կպցնի, չի անում, շատ ժամանակ, ես ես ասեմ, խոսում եմ կանանց հետ, քույրերի հետ, վերջը, լինում է, որ խոսում եմ, ասում եմ, գիտեք ինչ եմ ես լսում, շատ հաճախ քույրերից, կուզեք լսեք, ընենց արա, հովիվ ջան, ընենց արա, որ իմ մոտ ես մի հատ բան լինի, էլի, պուլտ լինի, որ սխվեմ, ինձանից, Արտուրը տես ոնց ուշքից գնաց, տղա ջան, ես չեմ տա, պուլտ չեմ տա դրանց ձեռը, գիտես, լսի, այդ պուլտը չկա, այդ պուլտը չկա, ու ես թույլ չեմ տա տղամարդուն ղեկավարեն, չի կարելի, ոչ մի կին իշխանություն չունի տղամարդուն որպես գլուխ ղեկավարի, ոչ մեկ, գիտես, այդ հեշտ է, նստես տեղդ սխվեմ ես արա, սխվեմ, բայց ոնց է, սրա մարդը ինչ ասում է անում է, լսի, այդ իրա մարդն է, քո մարդը չի, ու աշկտ մի դիր դրա վրա, դու քո տեղում եղի, քո մարդը կարող է ավելի լավն անի, շատ ավելի լավն անի, շատ լավն անի, դու դաժե չպատկերացնես, դու արա քո գործը, աշխատանքի բաժանում, ու ինքը քեզ թագուհու պես կպահի, իսկապես կպահի, եղբորն եմ հարցնում, աղբորն է ասում, աղբեր ջան, բայց չես տեսնում, քո տոնը էս չկա, էս քիչ չես էսի անում, գիտես ինչ են ասում է ձեռերս չի գնում, որ անեմ, լսում եք, հասկանում եք ինչ եմ ասում, իմ մեջ ուժ չկա ես այդ անեմ, չեմ ցանկանում անեմ, հասկանում եք, ու դա էլ պատճառ ունի, դա էլ իրա պատճառն ունի, խաղաղությունը չկա, այդ մարդը, որ խաղաղ լինի, չէ, հլը մի հատ Հովանես եղբայր ասա էլի, որ խաղաղ լինի, տղամարդը, ինչ կանի, ամեն ինչ, լսար, սարեր շուր կտա, ամեն ինչ կանի, բայց երբ որ տղամարդուց գողանան խաղաղությունը, հիշեք, այդ տունը կքանդվի, եթե դու չկարողացար քո ամուսնու խաղաղություն ապահովել, այդ տունը կքանդվի, հանգստի օր, ուզում եմ այդ մասին էլ խոսել, տեսեք, ֆինանսներ, աշխատանքի բաժանում, հանգստի օր, մարդիկ անտեսում են, մանավանդ տղամարդիկ, ես ես խոսքը ուզում եմ տղամարդուն ասել, եղբայրներ ջան, մենք այնքան ենք աշխատանքով տարվում, հետո էլ որ կինն ասում ախր, միտեղ չգնացինք, միտեղ, այ ես ինձ եմ ասում, ավելի ճիշտ ասել, անկեղծ ասել, այդ հետ ինձ եմ ասում, հետ եմ նայում ասում, ես ծովի տեղը չգիտեմ, որ տեղը, ոնց է անում, մենք նույնիսկ չգիտենք ոնց է գնում հանգստանում, սա միգուցե իմ բաց թողումն է, բայց ես ուզում եմ հասկացել եմ, հիմա եմ հասկացել, ինչ անեմ, մի ժամանակ պետք է ուղղվեմ, թե չէ, գիտես հանգստի օրը այդ քո խաղաղության օրերից մեկն է, որ պետք է բերի տղամարդը արդեն,
Գինն էլ իր հերթին, ամեն ինչ պետք է անի, որ այդ հանգիստը ապահովի։ Անենց ապահովի, որ ես չգիտեմ, մի հատ կնոջ կողքին մարդը ծաղկում է, ուրախանում, ինքը ուրախություն է, բերում է իր հետ ուրախություն, խաղաղություն, կազմակերպում է, արի այսօր ստեղ գնանք, վաղը ընդեղ գնանք, մյուս օր ընդեղ գնանք։ Չեմ ասում սաղ օրը թափառական, դուս կա ստեղից ընդեղ թափառում, ոչ տուն է գալի, ոչ հաճ է սարքում, ոչ բա, այտենց էլ չի լինի։ Այդ թափառականությունը թողնի, բայց ուրախությամբ օր նշանակի շաբաթվա մեջ մի օր ընտանիքով գնում ենք միտեղ հանգստանալու։ Արթուր, թող ես, Արթուր ջան, անջատի, աղբեր ջան։ Վաղուր չի տեսել, ընկերոջը նկար, վերջը։ Հանգստության օր, այդ օրը թող ոչ մեկը քո ու ամուսնու տարանքը չմտնի։ Նախ դուք երկուսով գնացեք միտեղ հանգստանալ, ասենց ես, շատ հետաքրքիր բան էր, մենք ամեն շաբաթ որոշեցինք գնանք Լևի, բերեք ման գալու, ես ու Երանը դուրս են գալիս, գնում ենք ման են գալիս, քայլում ենք։ Շատ հաճելի է, երբ որ դու խոսում ես, կիսվում ես, մի բան էլ ասեմ, երբ որ այդ խաղաղության օրը, հանգստի օրը չունես, բերեք այդ տեղը կարդանք, երկրորդ օրինաց Եսայի 58, օրը սուրբ պահելու մասին, բերեք բացենք էլի, հա, Եսայի 58-ն է, հենց կարծում եմ առաջի, որ խոսքից էր չեք ասի, որ խոսքներ մելանքուր կասեք 13-ից 13 խոսքը բացենք, չեմ գրել խոսքը, լավ, եթե ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բարձրանակ չկատարես, որ բաղձանքը չկատարես իմ սուրբ օրը և շաբաթ օրը կոչես զվարճության և տիրոջը նվիրվածը պատվական և նրան պատվես քո ճանապարհներումը չկատարելով և քո բաղձանքը չլրացնելով և դատարկաբանություն չանելով, այն ժամանակ կզվարճանաս Տերովը և ես քեզ վրա կհանեմ երկրի բարձր տեղերը և քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, որովհետև Տիրոջ բերանը խոսեց, այսինքն երբ որ պահես Տիրոջ օրը, այդ խաղաղության օրն է, ինչ ես ամեն կիրակի գալիս եկեղեցի, ասա խնդրեմ, ինչ ես ստանում, փառաբանում ես Տիրոջը, խոսք ես ստանում, աղոթում ես, հանգստանում ես ստեղ, վերցնում ես տեղից մի պաշար ու գնում ես մի շաբաթ ապրում ես, հենց նույն ձևով ընտանիքն է, երբ որ դու մի օր անտեսես, մի շաբաթ անտեսես, երկու շաբաթ անտեսես, երեք շաբաթ անտեսես, մի ամիս անտեսես, ամուսնուդ կնոջ հետ ժամանակ չանցկացնես, միասին երկուսով դուրս գաք միտեղ գնաք, գիտես ինչ կլինի, մի գեղեցիկ օր կբաժանվես իրանից, դու տան մեջ կլնեք, բայց բաժանված կլնեք, որտև իրար հետ խոսելու ժամանակը չտրամադրեցիք, շատ հաճելի է ու շատ կարևոր է իրար հետ խոսել, երբ որ հլը չեն ամուսնացել, սաղ օրը խոսում են, հեռախոսով կգրեն, ես իմիշ կանեն, սիրահարված, ամուսնացան մոռացան իրար այն մարդ, գործերը չի թողնում վերջը, շատ բաներ չեն թողնում, բայց ասեմ քեզ, ժամանակը շատ կարևոր է, հանգստի ժամանակ, գրի քո մոտ, հանգստի ժամանակ, ստեղ արդեն մեծերին է վերաբերվում, Առաջի Կորինթացիս 7:3 բերեք բացենք, Առաջի Կորինթացիս 7:3 անկողնու մասին եմ խոսելու, Առաջի Կորինթացիս 18+, 7:3 կաշխատեմ ունենց խոսալ, որ հասկանալի լինի մենակ մեծերին, 3-րդ խոսքից, հա, կինն իր մարմնի վրա իշխանություն չունենա, այլ մարդը, այնպես էլ մարդն իր մարմնի վրա իշխանություն չունենա, այլ կինը իրար մի զրկեք, բայց միայն իրար հետ միաբանվելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահության և աղոթքի պարապվիք, և դարձյալ մեկտեղ դարձեք,
որ սատանան չփորձի ձեզ ձեր անժուշկալության պատճառով։ Ռուսերեն չկա, ռուսերենը դնեք։ Իրար մի զրկեք, շատ կարևոր է, այս պահն է շատ կարևոր։ Դե ոնց ասեմ, լավ։ Երեխեքին նստացրել եմ առաջ, դե արի ասա։ Այո, այդ օրվանից նա քոնն է, դու էլ իրանն ես, հենց տենց էլ թող լինի։ Ոնց որ Տերը ասում է, ոնց որ Տիրոջ խոսքը ասում է, այո, մի զրկիր իրան, մի շանտաժ արամ, ես չգիտեմ ինչ, մի ես իմ զրկես քո ամուսնուն, նա էլ զրկիկ իր կնոջը, տենց բան չկա, հայլ հակառակ դեպքում սատանան քնած չի, ինքը կբերի մի հատ գայթակղություն կդնի իր կողքին ու կտանի քո ամուսնուն էլ, քո կնոջն էլ։ Շատ նուրբ պահ է, այստեղն էլ եմ ուզում, կարճ ասեմ, բայց կարևոր է, որ իմանաք, որ սա կարևորագույն տեղերից մեկն է ընտանիքում։ Չես ուզում փոթորիկ, չես ուզում քո ընտանիքը կործանվի, չես ուզում բաժանում։ Ուրեմն պահի, այստեղն էլ պահի, այստեղն էլ գրի, կարևորագույն տեղերից մեկը։ Հաջորդը, ուրեմն գրված այսպիսի մի հատ տեղ, այս տեղը չեմ գրել, բայց հետո բելանքուր կգրեք էլ այդ տեղը, ասում է, եթե բարկանաս քո բարկության վրա արևը, ինչ չանի Ռոման, այմար ձեզ չեմ հարցնում, եթե այսինքն հնարավոր չի առանց բարկության, ուրեմն այդ մարդու ներվերը հանել են, Ահարոնը սրսկում է, ներվերը հանում է Ադամին, մարդկան սրսկում են ներվերը, սաղ ներվերն են հանում, չի կարող տենց պատահի, դու մարդ ես, ես մարդ եմ, բարկություն կարա գա, կարա լինի ընտանիքում բարկություն, շատ հաճախ տանը, որտեղ դու տանն ես շփվում, եթե նույնիսկ բարկանաս, գրված է շատ երկար բարկություն չպահես, չխռովես ու չմնաս այդ բարկության մեջ, մնաս մի գիշեր, չի կարելի անխաղաղ քնել այդ գիշերը, ես ձեզ միշտ ես ասում եմ, եթե դու չհաշտվես ու այդ գիշերը քնես, վաղը դժվար կհաշտվես, հակառակը, հələ կհիշես մի 10 բաներ, որ ընչի այդ խռովդ պահես, որտև Տերը գիտի ժամ կա, բարկության ժամանակ կա, քարեր հավաքելու ժամանակ կա, քարերը թափելու ժամանակ կա, կռվելու ժամանակ կա, հաշտվելու ժամանակ կա, ժամանակ կա, հաշտվելու ժամանակ կա, տեսել եք քենոտ մարդու, որ պահում ակ, քենա կհասնեմ դրան, այդ սատանայի ամենասիրելի մարդիկ են, քենը քշի, քենը պահի, բայց այն որ ասեց, խոսած, ծիծաղեց, անցավ, մոռացավ, չէ, նա պետք է պահի, ոչ միայն պահի, հələ փոխանցի տղաներին, տղաներից է թորներին, հələ ուր ես։ Երեխաների մոտ չվիճելու մասին, շատ կարևոր, այդ պահին բարկացել ես, երեխեքի մոտ չվիճես, երեխեքի մոտ չգրգրես, այդ տղամարդուն վաբշե հունից չհանես, խաղաղությունը պահես, հիշում եք այդ համբերության մասին, որ խոսում եմ, հեսա կհասնեմ համբերությանը, երեխաների մոտ չվիճել, երեխաների մոտ պահել ես խաղաղությունը, որ վաղը միսօր չընկնի իրանց մեջ, հետո սկսեն մեկին ատել, կապ չունի, կինը կարող է լինի, տղամարդը կարող է, հիմնականում այդ սաղ ջարդվելու է տղամարդու գլխին, հավաքում է իր մոտ, ապազիցիա է կազմում, ինչ են անում, Պերևարոտ, ոնց է ռուսեր հայր հետ, հեղաշրջում են անում տանը, դե շատ քաղաքականացված երկրում ենք ապրում, այնպես որ սիրելիս, պահիր քո խաղաղությունը ընտանիքում երեխեքի մոտ, խաղաղություն բեր երեխեքիդ մոտ մի վիճի, երեխեքի մոտ իրանց մի գցի կրակը, իրանք էլ իրանց հերթին ստրես են տանում, ամենասարսափելի ստրեսներից մեկը բաժանության ժամանակը, գիտեք, չեն իմանում, այս մարդը այդ երեխուն ոնց բաժանես, Սաքոյի մոտ էր եղել սենց մի հատ դեպք, որ մատանին հանել, բերել էր լամբարդ, որ հանձնի, բաժանվել են, ասում է երբ եք կռվել վիճը, ասում է երեք, ասում է լսի, ես մատանին չեմ վերցնի, գնա տուն, փորձի հաշտվել, խոսացել էր, գնացել էր, հաշտվել էր, պատկերացնես մատանին վերցնել, հալեր, գիտես ինչ կա,
կա այդ ժամանակ, այդ խաղաղության ժամանակը պայքարի, որ նա չիշխի քո վրա, նա քեզ չոչնչացնի, նա քեզ չմորթի, նա քեզ ներսից չուտի։ Ու երեխեքիդ էլ պաշտպանի, որտեվ այդ երեխեքին ասում եմ ո՞նց եք բաժանելու, մեջտեղից եք բաժանել, թե սենց կիսելու եք, ո՞նց եք այդ երեխուն կիսելու։ Լավ, դուք բաժանվեցիք, բայց դուք արդեն ունեք երեխա։ Էգոիստ մարդը երբեք չի մտածում, բայց ո՞նց է պահելու։ Կամ թողնում իր կնոջն ու երեխուն թողում ու գնում է, չես հասկանում, ուր ես գնում։ Գիտես ինչի, անպատասխանատու, անաստված, որ ոչ խոսք ունի, ոչ խոսք պահել գիտի, ոչ տղամարդ է, որ ասի այո ու այդ խոսքը պահի, որ ասի տեր եմ ու տեր կանգնի։ Խեշ կնիկ դե արի սաղ կյանքը տարապի, ոնց ապրի ես կինը երեխեքի հետ, ինչ բացատրի այդ երեխեքի։ Կան ծննդյան օրեր, ուրախության օրեր, խաղաղության օրեր, որ ծնունդ է։ Բա երեխու ծնունդը որ չնշեց, ես հիշում եմ իմ ծննդյան օրը, այդ մեր տան ամենամեծ ուրախությունն էր։ Իմ ծնողները ամեն ինչ անում էին, որ այդ օրը ինձ համար դառնա պրազնիկ։ Տեսնում ես, ոչ մի բան չէ, երեխու ծնունդն է։ Բա պատրաստվի, այդ օրվա համար պատրաստվի, գումար ծախսի, մարդ կանչի, ես չգիտեմ հրավիրի ինչ-որ մի բան արա, իր ընկերներին կանչի, ընկերուհիներին կանչի, երեխու ծնունդ նշի, լավ, բա կնոջ ծնունդն է, նույն ձևի, սիրելի եղբայրս, կնոջ ծնունդը ոնց պետք է նշես, Արտուր ոնց պետք է նշես, լավ պետք է նշես, ճիշտ պատասխան, գեղեցիկ, որ քեզ դուր չգա, իրան դուր գա, իմացի ինչ է իրան դուր գալիս, այդ արա, այն եղբայրը ինք ֆինանսիստ հրավիրել, ասում է ամենալավ բանը, որ կարաս կնոջ ծնունդին անես, այդ ինվեստիցիա անես քո ընտանիքի մեջ, լավ ոսկի Արտուր, համ քո տան մեջ կլինի, համ իրան հաճելի կլինի, համ էլ այդ ոսկին կմնա ձեզ։ Այնպես որ շատ հաճելի ու շատ լավ բան է եղբայրներ ջան հավաքի, որ այդ օրը ոսկի առնես։ Վերջը, գեղեցիկ բաներ, ես չգիտեմ, կարողա ոսկի չի սիրում, ծաղիկ ասի, ամար ծաղիկ Արտուր մի քիչ էլի, այդ ինձ էլ եմ ասում, գիտեք, չէ, եղբայրներ։ Ամեն դեպքում էլի խաղաղություն թե փոթորիկ, խաղաղություն, թույլ մի տուր, որ փոթորիկը մտնի, հետո ես կասեմ, թե ինչ տեսիք տեսա և ինչից ծնվեց այս ամբողջ քարոզը, որտև ես տեսա մի տեսիլք ու այդ ամեն ինչից ծնվեց այս քարոզը։ Համեմատություն, համբերատարություն, հաճա համեմատություն էլ կա, համբերատարություն, Գաղատացիս 5:21-22 չեմ բացում, դուք գիտեք այդ տեղը լավ, Սուրբ Հոգու պտուղներից մեկը համբերատարությունն է։ Եթե հավատացյալ չի մարդը, տղամարդը, կինը, այսօր շատերը չեն եղել հավատացյալ, ամուսնացել են, բաժանվել են, անհավատ են եղել։ Որտեղից իմանաս այդ աղբյուրը որտեղ է։ Այդ աղբյուրը ստեղ է, Գաղատացի գրքի մեջ գրված է, Աստված ասում է, համբերատարություն, տար, ինչքան տանեմ, հերիք եղավ, ոլ եղավ, 20 տարի, կյանքս կերա։ Համբերատար դա նշանակում է երկար տար։ Դա նշանակում է մինչև կյանքիդ վերջ, տար։ Լավա, վատա, դժվարա, նեղա, դու ես ընտրել, ուրիշին մի բողոքի, Աստծուն մի բողոքի, Աստված հենց ինձ պտի հասներ այս փորձանքը, այս փորձանք չի, այդ քո ամենալավ մասն է, որին դու չես տեսել, չես գնահատել, չես արժեքավորել, դարձել է գլխիդ փորձանք։ Ախ, այն վաղ շատ լավ էր, Սևակ եղբայր, այն վաղ լավ էր, բայց ընկավ քո ձեռը, չէ։ Լավ, համբերատարություն, հիշում եմ միտեղ քարոզում էի, այդ մասից է շատ ոգևորված խոսում եմ, մեկ էլ օրինակ բերելու համար, ես դեմս մի գեղեցիկ սիրուն երեխա էր նստած, լրիվ տոշտի, որ մեր Իզաբելայի նման, ասես մի երեխա ասես նստած, ասեմ քույրիկ ջան, այ դու օրինակ, մի հատ ոտի կանգնի, եթե հանկարծ քո տան մեջ, ինչ որ մի հատ խաղաղություն չի լինում, վեճ ալնում, դու հետ սեիր արամ, ու տենց թե ահարոնն էր, չեմ հիշում, բանում ենք, աղաջանեց մոտ էինք, ու ասում եմ, որ վեճ ալնում, այդ րոպեին, որ դու ուզում ես պատասխանես, որ դու ուզում ես վերջը համբերությունդ կորցնես, մի երկու բառ ասես, խնդրում եմ քո մտքի մեջ հաշվի, հիշում եք իմ այդ
3 հաշվարկը ու այդ հաշվում է 1 2 տեսնեմ ես 1 2 լացում այս աղջիկը չի լացում ես երեխին այ բար ես խիա լացում վերջը չդիմացա գոռալով դուրս եկավ դահլիճից այ մոր տողսում ես ինչ էր ինչա բարձվում որ այդ աղավն ու նման երեխեն որ ես պատկերացնում եմ որ սկի ամուսնացած էլ չի այդ օրը վեշերը հավաքել է արդեն բաժանության որոշումով բայց որոշել է նավսյակի գնամ եկեղեցի ու գալիս անգդմա իմ այս օրինակի տակ 1 2 3 վերջը ամուսինը կիսուրը եկան ինձ մոտ ասին ես ինչ ասեցին դու մեր այս հարսը մեր գլխին ես ինչա բերում մենք չենք իմանում ոնց անենք վերջը եկավ ամուսնու հետ աղոթեցի իրանց համար միացան միաբանվեցին դե ինչ ասեմ քույրեր ջան ես մի քանի ընտանիքներում եղել է իրավիճակ որ խորհուրդ եմ տվել ու ես իսկի չեմ էլ հիշում որտեղ այդ պահին կարող է Տերը մի բան ասի ես իրան ասեմ խիստ լինի կոպիտ լինի լավ լինի ու ես մոռանամ դրա մասին ընդհանրապես մոռանամ բայց այդ մարդը վերցնի այդ խոսքը տիրոջից առնի ու այդ խոսքը իր կյանքը շուռ տա փոխի ու ես կողքից տանող ինչ լավ այս մարդիկ լավ է վատ էին աղոթեցի լավ դարձան բայց խոսք վերցրեցին իրանք կարևոր խոսք վերցրու միգուցե դու այդ մարդն ես որ ստեից խոսք ունես վերցնելու վերցրու քո խոսքը փոխի քեզ ստիպի փոխվիր այսինքն դու փոխվիր հենց կփոխվես ամուսինդ էլ կփոխվի երեխեքդ էլ կփոխվեն ամեն ինչն էլ կփոխվի նույնը վերաբերվում է կոնկրետ տղամարդուն եթե դու չկարացար այդ խաղաղություն ամեն ինչ լավ է եկինն էլ է նորմալ բայց չի կարողանում իր հպարտությունն ասնի գնա խաղաղությունը վերցնի իր տան մեջ չի կարողանում ու ես տեսել եմ ով որ իր հպարտությունը բռնել ու կանգնել է այդ տունը քանդվել է իսկ ով որ վերցրել է ու փոխվել է այդ տունը փոխվել է այդ ամուսինը որ չոր ու կոպիտ էր փոխվել է ու Աստծո սիրով է փոխվել կնոջ քաղցրությամբ է փոխվել կինը կարողացել է փոխի ոնց է կարողացել այդ գաղտնիքը ստեղ է գրված է քույրեր ջան հիմա խոսում եմ նաև Մատթեոս 18 բերեք բաց ենք հենց Մատթեոս 18:7 Վայ աշխարհքից գայթակղությունների համար, որովհետև պետք է որ գայթակղությունները գան, ասма վայ, որ աշխարհում շատ գայթակղություններ կան, պետքա գան, ուզես թե չուզես պիտի գան, ուզես թե չուզես քո տան վրա պիտի գան, բոլորիդ վրա պիտի գան, այնպես չի որ մեկը պաշտպանված է, կամ այսօր լավ վիճակում ասի, всё, ոտս գցեմ ոտից, հանգիստ նստեմ, սենց ճոճորվեմ տեղումս, ես լավ եմ զգուշ եղիր, որովհետև գայթակղությունները կգան բոլորի վրա։ Հետո ասում է, բայց պետք է որ գայթակղությունները գան, սակայն վայ այն մարդուն, որ ձեռքով կգա, ում ձեռքով կգա այդ գայթակղությունները։ Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նրան, գցիր են կողմ։ Լավ է քեզ մի ոտքով մտնես, բայց 17, չէ, ես 18 եմ բացել, գիտես, 17 18-ի 17, 18-ի 17, ես տեղ ուրիշ բան էի ուզում կարդամ նաև։ Իհարկե այդ գայթակղություններն էլ է շատ կարևոր, որտեղ բայց եթե նրանց էլ չլսի ասի եկեղեցուն, ապա եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար ինչպես հեթանոս լինի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վրա կապեք, կապնված կլինի։ Եթե ձեզանից երկուսը չէ, ես են տեղը չի։ Հետո կգտնենք ասենք, ուրեմն 18-ի 17-ներ, բայց այս են չի, գիտեք որներ, որ ասում է ներելու մասին է ասում, 23 ուրեմն սխալ տեղ ենք գրել, սրա համար երկնքի արքայությունը նման է մի թագավորի մարդու, որ ուզեց իր ծառաներին հետ հաշիվ տեսնել, և երբ որ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերեցին, մեկը 1000 էր պարտ, մեկը այսքան էր պարտ, և
Բոլորդ հիշում եք այս պատմությունը ամբողջը չկարդամ, ինչ արեց, թագավորը ներեց իր պարտապաններին։ Տեսեք, եթե ընտանիքում չեղավ ներելը, ներման պատրաստ չեղավ, տղամարդը չկարողացավ ների, կինը չկարողացավ ների, ամենակարևոր բաներն է, Հիսուսին եկավ, Պետրոսն ասեց 7 անգամ ներեմ, երբ որ եղբայրս իմ դեմ մեղք գործի, քանի անգամ ներեմ, Հիսուսը ինչ ասեց, 7 անգամ 70։ Սիրելիս, այս հեշտ է ստեղից ասել, այս հեշտ է, պրոստը ասել ների, քեզ կթվա, թե ես հեշտ բան եմ քեզ ասում, ես չեմ ապրում քո կյանքը դրա համար հեշտությամբ եմ ասում, ոչ, ես ինքս գիտեմ իմ նեղությունները, ես ինքս գիտեմ, որ դժվար է ներելը, բայց Հիսուսն է մեր օրինակը, ինչպես ներեց բոլորին, Հիսուսը մեծ օրինակ է, եթե չկա Հիսուս այդ ընտանիքի մեջ, այդ ընտանիքում ներում չի լինի, այդ ընտանիքը չի դիմանա, այդ ընտանիքում կգա փոթորիկը եւ կքանդի ամբողջովին այդ տունը։ Հիսուսը պետք է լինի իմ ու քո օրինակը, որ իրանից վերցնենք ներելու ձևը, սովորենք ոնց ներեց։ Գիտեք ով չի կարողանում ների, ով որ շատ էգոիստ է, հիշեք, միշտ հիշեք, ով է խռովկան մարդ, գիտեք ով է խռովկան մարդ, լսել եք, կամ ով գիտի, որ ինքը խռովկան է։ Հələ ձեր բարձացրեք, թող տեսնենք ով է խռովկան մարդ։ Մեկը ձեր չի բարձրացնի, Ռոման Ֆրանայի։ Չես հավատում, հələ դից արամ, մի հոգի արդար գտնվեց այսքանի մեջ, լավ էլի։ Ռոման ես էլ եմ մեկ-մեկ խռովում, բայց երկար չի տևում։ Շատ արագ, ես դրա հախից շատ շուտ գալիս եմ։ Այն իսկական խռովկանները ձեն չեն հանի, Ռոման ջան, ինչ ես, ես գիտեմ, այն իսկական սուսկը, ինչ խռովկան։ Այն ես խռոված էլ կնստի, այն դեմքով էլ կնայի քեզ, բայց 3 տարի չի խոսա, մի բառ չի ասի, մի բառ։ Այդ բառը կծանրացնի, այնքան կծանրացնի, մինչև մի բառ ասի, այն մարդը արդեն մեռավ էլի։ Հիշեք բոլոր խռովկան մարդիկ, լավ լսեք բոլոր խռովկան մարդիկ։ Խռով պահելը, վիրավորվելը շատ շուտ, վայ, վիրավորվեց, վայ, նեղացավ, վայ, հալվեց, պրծավ։ Ձյունի փաթիլները կան, հալվեց այն մարդ, վայ, խռովեց, մանավանդ տղամարդուն, հիշեք, չի սազում այդ խռովը պահելը։ Մի այդ ձյունիկները, մի դարձեք այդ ձյունիկները, որ այսօր խռով, վայ, խռովեց, ինձ են, գիտեք ինչի է խռովում մարդ, շատ մեծ է իրա եսը, հիշեք։ Մենք ունենք, ես միշտ էսել եմ ասում, որ դուք հիշեք էդի, երկը որն էր, Վիտյա, լավ էլի, չգիտես էդի, արա դու 50-ականս մորացել եմ, ասմա բանը, չկա քեզի նման, քեզ նման, դու ես աննման, վերջը մենակ ինքը, հա, մենակ քեզ նման, չկա քո նման, դու ես աննման, մենակ դու ու հանկարծ քո նման, աննմանի մեկը մի քիչ անես չասեց, վայ ոնց կլինի, գիտես ինչքան խռով կանի, չհամադանները կապած պատրաստը, որ էտա, որ մարդ չի կարողանում ներել, խռովը պահում է, այդ խռովը մտնում է իր տուն, այդ խռովը քանդում է իր տունը, իր խռով կուտությամբ քանդում է իր տունը, չհասկանալով։ Հիմա մի հատ տեղ եմ ուզում կարդամ, երկրորդ Կորինթացիս 5:17, խնդրում եմ բացեք, հոշատ չեմ ծանրաբեռնում, երկրորդ Կորինթացիս 5:17 Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է նոր ստեղծված է, հները անցան, ահա ամեն բան, ինչ եղավ, նոր եղավ, արի իրար հետ այս բառերն ասենք, ուրեմն, եթե մեկը Քրիստոսումն է, ու նոր ստեղծված է, միասին ասենք, հները անցան, և ամեն բան, նոր եղավ, խի չեք կարում ասել, գիտես ով որ չասեց, նա չի էլ ուզում, որ հինը ասնի, գիտես, որ դու կարողանաս այդ ասես, դու պետք է թույլ տաս, որ հները, յա, ատենց հեշտ, հա, թողնեմ հտենց հեշտ,
անցնի, հա։ Հազիվ կարգի կռվել եք։ Պահենք, էլի, այդ խռովը պահենք, Տիրոջ խոսքը ասում է, ուրեմն, ով որ Քրիստոսում է, հները թողնում է, որ անցնի։ Հին մարդը, հին սևակը անցավ, հին սխալները անցան, այսօր նոր օր է, հիմա ամեն բան նոր կլինի։ Ուրեմն հները անցան, Քրիստոսի մեջ այսօր նոր օր տվեց ինձ Աստված, այսօր ես ապրելու եմ նոր ձևով, նոր մարդով, ներելու եմ հինը, անցնելու եմ առաջ։ Ուրեմն հներն անցան և ամեն բան նոր կլինի։ Ամեն։ Այո, հնազանդությունը բերում է խաղաղություն, բերում է խաղաղություն։ Առաջի Պետրոս 3:1-ը խնդրում եմ բացենք սիրելիներս։ Առաջի Պետրոս 3-ի հենց սկզբից։ Նույնպես էլ կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին։ Այո, կնոջը շատ ասում։ Եթե մի անգամ ըլներ, ասենք մի անգամ ասելը, ոչ, շատ հաճախ, ամեն թղթերի մեջ գրում է հնազանդություն, չկա հնազանդություն, կա վեճ, չկա հնազանդություն, կա տղամարդու դեմ կանգնած տղամարդ։ Իսկ տղամարդու դեմ կանգնած տղամարդը գիտեք ինչ է ալնում։ Չգիտեք, ինչ է ալնում, կարեք ասեք, հլը թող նորմալ մի հատ տղամարդու գան, դեմ կանգնեն, խոսան, գիտեք ինչ պիտի ասի, կասի աղբեր ջան, արի դուրս գանք, խոսանք, ու եթե մենք չհաշտվենք, ինչ կլնի, հաստատ կռիվ կլնի, հիշեք, այսպիսի բան, տղամարդու դեմ մի կանգնեք ու հակառակ մի խոսացեք, քրոջը գրված է, հնազանդություն, այդ դերերը, որ պետք է բաժանվի, ոչ թե դերերը, այլ գործերը, որ պետք է բաժանվի, կնոջ գործերից մեկը հնազանդ լինելն է, հիշեք, սիրելի քույրեր ջան, հարազատներ ջան, վաղը դուք ամուսնանալու եք, կամ տղաներ ջան, իմ տղային եմ ասում, Դավիթիս եմ ասում, բոլորիդ եմ ասում, Աշոտ ջան լսի, դու էլ լսի, Սարա լսեք, բոլորդ լսեք, Ժիրայր ջան, ամուսնացեք այն աղջիկների հետ, ովքեր լսել են, գոնե այս խոսքը լսել են, ես չեմ ասում աշխարհի, որտեղ աշխարհի մարդը ընդհանրապես հեռու է այս բանից, թող ստեղ ելնեն, թող մանկուց ստեղ մեծանան, այս խոսքը մի օր իրանց դարձի է բերելու, հələ հասուն չեն, երեխա են, ստեղ կանգնում են, պատրոստը կենը, դե նստում են, Սարայի պես են, Աշոտի պես, կապ չունի ստեղ են, դու ուրախ եղի, որ ստեղ են, ինչքան անտեղ են, ու այս բաները չգիտեն, մի օր կբացվի իրանց մոտ, ու իրանք կլսեն, այո, հնազանդ, կինը կկառուցի իրա տունը, նույնպես էլ կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց, եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ են Աստծուն, տես, անհնազանդ տղամարդ Աստծուն, էդ ինչ է, անհնազանդ տղամարդ տեսել ես Աստծուն, հը, Մելանքուր դու տեսած կլնես, հը, Ռաֆիկ եղբայր, ձեն հանի, ինչ օր ընկար, պետք էր քեզի, շուտ գայր էլի, տեսնում էիր այդ մարդը հնազանդ, դե ինքն էլ իրա բանը պետք է անցներ, ինքն էլ իրա դժվարությունը, ովքեր եթե անհնազանդ են, ոմանք անհնազանդ լինելով Տիրոջ խոսքին, կանանց վարքը տեսնալով, մի քանիսն էլ հակառակը, կանանց վարքը տեսնալով եկեղեցուց կգնան, կասեն, բա որ դու գնում ես եկեղեցի, հլա էս ա քո վարքը, հա, բասենց որ դուրս գա, կանանց վարքը տեսնալով առանց խոսքի կշահվեն կգան եկեղեցի, որ տեսան կնոջ վարքը, հələ չեմ ասում մի օր, ես եղբայրը ինքը կասի, իրա կնոջ վարքը տեսնալով, փոխվելով, մի գեղեցիկ որ ինքը եկավ եկեղեցի, ու իմաստուն կինը գտավ բանալին իրա ընտանիքի խաղաղության, ոչ թե բաժանության, փառք Տիրոջը, տեսնելով ձեր երկյուղացությունը, պարկեշտությունը, վայելուչ վարքը, որ ձեր զարդարանքները չլինեն դրսից, մազերի զարդարանքների հյուսվածքներով, ոսկեղեններով,
կամ շքեղ հանդերձներով, այլ սրտի ծածուկ մարդը հեզ, հանդարտ, տես կնոջը ինչ ասում, ասում է հեզ ու հանդարտ, հոգու անկեղծությամբ, որ դա Աստծո առաջին շատ թանկագին է Աստծո առաջին այսպես կինը։ Ես քեզ ավելին ասեմ, տղամարդու համար առավել շատ, իսկապես շատ, որտեվ իր գլուխը տղամարդու գլուխը Աստված է։ Եթե տիրոջ համար թանկ է, իր ամուսնու համար ավելի թանկ է, որտեվ տվել է Աստված իր ամուսնուն, որովհետև այսպես էլ ժամանակավոր այն սուրբ կանայք, որ իրենց հույսն Աստծո վրա էին դրել, զարդարում էին իրենց անձերը, իրենց մարդկանց հնազանդվելով, ամուսնուն հնազանդվելը զարդարանքը, լսեցիր, զարդարում են իրենց անձը հնազանդությամբ, դու տես պատ տեսել ես, տես զարդ տեսել ես, ով ա տեսել, Ահարոն եղբայր, հլձեն հանեք, եղբայրն է չն, սուս նստել են, այդպիսի կանայք, մի հատ էլ կարդամ էլի, իրենց մարդկանց հնազանդվելով զարդարում են, իրանց զարդարում են իրենց անձերը, իրենց մարդկանց հնազանդվելով, այդպիսի կանայք զարդարում են իրենց անձերը, այդ ինչ զարդա, յուրահատուկ զարդա, հնազանդության զարդն է, կա անհնազանդության փուշ, ինչպես Սարան հնազանդ էր Աբրահամին, նրան Տեր էր կոչում, շատ հաճախ ասում եմ, քույրեր ջան, դուք կարող եք այսօրվանից ձեր ամուսիններին ինչ կոչել, պետք է կարողանան Տեր կոչել, Տեր կոչելով, որպիսի որի որդիներն եք եղել, նմանապես մարդիկ իմաստնությունով բնակվում են լավ, շարունակենք և մի տեղ էլ կարդամ, երևի այսքանով կվերջացնեմ, լավ, առաջի Տիմոթեոս 2:11, հետ էլ կարդանք, հետո կարակ կասնեմ, առաջի Տիմոթեոս 2:11, հա։ Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնի, և ոչ էլ մարդին վրա իշխի, տես, ուրեմն սենց բան կա, որ գրել է, որ կինը ցանկանում է մարդու վրա իշխի, ցանկանում է, բայց ասում է, ես հրաման չեմ տալիս, որ կինը մարդու սովորեցնի, դաստա, մարդի վրա իշխի, այլ որ լուր կենա, լռի, շատ կանայք չեն կարում լռեն, բերանները չի փակվում, որովհետև Ադամն առաջ ստեղծվեցավ և հետո Եվան, և Ադամը չխապնվեցավ, այլ կինը խապնվեցավ, մեղք գործեց, սակայն կապրի որդե ծնության համար, կինը կապրի որդե ծնության համար, հետաքրքիր է ասում, եթե կնկա հավատքի և սիրի և սրբության մեջ պարկեշտության հետ, այսինքն կինը լինի սիրող, հավատքի մեջ և սրբության մեջ և պարկեշտության հետ միասին, որդե ծնություն ունենա, դու այդ ամեն ինչը պահի, ոնց ասեմ, սենց է գրված, ուզում եմ, որ կանայք ու տղամարդիկ լսեն այդ մասին, որ ոչ թե առաջ Ադամը խապնվեցավ, այլ Եվան խապնվեցավ և մեղք գործեց, շարունակեմ մի տեղ էլ կարդամ և սրանով կավարտեմ այսօրվա խոսքը, սիրո մասին եմ ուզում խոսել, որ Էդ էլ տղամարդուն է վերաբերվում, առաջի Կորինթացիս, բոլորը գիտեն այդ տեղը, եթե ասի Ռոմանը, կասեմ ապրես, Ռոման, սիրո մասին, որտեղ ասում, առաջի Կորինթացիս կհուշեմ, հա? Սերը, 4-ից կարդանք, հա? Սերը, լավ, ես հաճախ սիրում եմ այս տեղը, որ կարդում եմ, անունն է փոխում եմ, ասենք դնենք Ռոման, լավ է, Ռոման դնենք, մանե ջան, լավ, բերը Ռոմանը, Ռոմանն ա դեմը նստած, այսօր էլ Ռոմանն, սիրո անուն դնենք Ռոման, ուրեմն, սերը հանում ենք, կարդում ենք, սա կարդում եք, թե չէ, Ռոմանը երկայնամիտ է, ռուսերեն ո՞նց է երկայնամիտ է, հա,
Ոյ, շետարքիր է Ռոմանը նախանձավոր չէ, չի նախանձում։ Ռոմանը չի գոռոզանում։ Ռոմանը չի հպարտանում։ Ժողովուրդ, եղբայրներ, ձեր վրա վերցրեք, ձեր անուններն եմ տալիս։ Մենակ Ռոմանը թող չլինի։ Արտուրը, Արմենը, Արամը, Սերը, որտեվ ամենադժվարին բաներից մեկը հենց սերն է։ Եվ այդ սերը տվեց տղամարդուն, այն հնազանդվելը, ես ես ասեմ, ավելի հեշտ է։ Որտեվ այդ մի բառի մեջ այդ սաղ մտնում է, այդ սաղ։ Տղամարդը պետք է կարողանա էդ էլ ներել, են էլ սիրել, են էլ ծածկել, են էլ տանել, սիրով ուղղել, իմանալով, որ հլը որ անհնազանդ է, հլը որ կուղվի, համբերատար է, չի հպարտանում, չի լրփանում, իրենը չի որոնում, մենակ ինձ, ես լսում եմ, գիտեք, որ լսում եմ ինչ է արնում, կինը եթե պատմում է, մենակ իրանն է պատմում, մի բան չի ասում, բայց մարդու բաբշե ոչ մի բան, իսկ տղամարդը մենակ իրանն է պատմում, գիտեք վերջը ինչ է արնում, ամեն մեկը քաշում է իր կողմը, բայց ստեղ ասում է սերը իրանը չի փնտրում, արևշատը իրանը չի փնտրում, իրանը չի փնտրում, սերը փնտրում է ոնց անի, այդ կողքինին լավ լինի, ասեք խնդրեմ, ինչքան լավ է, որ այն գեղեցիկ շորը, որ դու ուզում ես առնես քո երեխուն, առնում ես, ինքը ինչքան լավ ազգում, դու ինչքան լավ ես զգում, որ ուզում ես առնես քո կնոջը, ինքը հագնում է, ինքը լավ ազգում, դու երկու անգամ, տղամարդիկը տենցա թե չէ, երկու անգամ ավելի լավ ես զգում, որ ինքը լավ զգաց, բոլոր տղամարդիկ կասեն այո, որտև այդ մեր մեջ դրված է, բայց հենց իրանը փնտրեց, տղամարդը սկսեց իրանը փնտրել, մենակ իրանը, կտակը քանդի այդ տունը, տղամարդուն տրվեց սիրելը, այն հնազանդությունն ու մնացած բաները, երեխա ծնելն ու մնացածը տվեց կնոջը, բայց տղամարդուն տրվեց այս սիրելը, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, հա, մի սխալ բան այս տեսել քո տան մեջ, քո կնոջից, չես ուրախանում դրա վրա, ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, կարա տղամարդիկ ասեն, ամեն բանի դիմանում է, երիտասարդները թող լռեն, Ռաֆիկ եղբայրը ասի, ամեն բանի դիմանում է, դու քար ես Ռաֆիկ եղբայր, ամեն բան, այո, տղամարդ ես ու ամեն բանի էլ դիմանում ես ու անցնում ես, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, տղամարդը ամեն բանի համբերում է, սերը ամեն բանի համբերում է, թող ինչ չասեն հետո քույրերը, մենակ քույրերին ես ասում, հլը տես, այս ամբողջը մենակ տղամարդուն է վերաբերում, այո, հենց տղամարդուն եմ ասում, որտեղ պատվիրանը տղամարդուն ասեց, սիրիր քո կնոջը ինչպես քո և ինչպես Քրիստոսը սիրելի եկեղեցի, սիրելի անմեղ եկեղեցի, սիրելի անթերի եկեղեցի, լավն է, չէ, Արտուր եղբայր, հտես ասում ամեն, շատ չի հպարտան մեզ աղջիկը, լսի, մենք եկեղեցի ենք ու սաղս էլ թերություններով ենք, ու մեր Տերը մի անգամ դոշ թափ չտվեց մեզանից, ասեր, ախմախ դես, վերջ, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանա,
Եթե մարգարեությունները կան կխափանվեն, եթե լեզուներ կան կլռեն, եթե գիտություն կա կխափանվի, որովհետև փոքրի շատ է գիտենք եւ փոքրի շատ է մարգարե անում ենք, բայց երբ որ կատարյալը գա Հիսուսը, երբ որ գա այս փոքրի շատեն կխափանվի, այս փոքրիկ սերերը, փոքրիկ բաները, համբերել, այդ սաղ կանցնեն, այդ սաղ ինչ որ կա, երբ որ Հիսուսը գա, այդ սաղ կգնա, մենք կկանգնենք իր առաջ ու չենք դոշներս թափտա, դու գիտես իմ կնիկը ինչ է, դու գիտես իմ մարդը ով էր, ասում այդ սաղ, դաժե լավը տել, վատն են, այդ սաղ իրա մոտ փոքրիկ, ոչինչ բաներ են, երբ որ ինքը գա, բայց երբ որ կատարյալը գա, այս փոքրի շատեն կխափանվի, կգնա, երբ որ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, երեխայության բաները խափանվեցին, սիրելիս, մանկական, երեխայական բաները թող գնան, մի հետին մեռելները հանի, 100 տարվա մեղքերը ճպացրու, 100 տարվա սխալները հիշիր, թող գնան, որովհետև հիմա հայելու մեջ օրինավոր քեզ տեսնում եմ, բայց այն ժամանակ դեմ դիմաց կտեսնենք, փոքրի շատեն տեղյակ, բայց այն ժամանակ այնպես կգիտենանք, ինչպես գիտեցած են, այսինքն, երբ որ Հիսուսը գա, հիմա մի թեթև հավատքով տեսնում ենք Հիսուսին, հավատքով ենք տեսնում, հասկանում եք ճիշտ եմ ասում, լսում եք ինձ թե չէ, կատեց բան, լսում, հասկանում ես, Արոն ջան, դու Հիսուսին ո՞նց ես տեսնում, հավատքով, ես Հիսուսին հավատքով եմ տեսնում, ես ես գրվածով եմ տեսնում, բայց կգա ժամանակ հենց դեմ դիմաց դու կտեսնաս, ես կտեսնամ, այդ ժամանակ, այդ երեխայությունները կանցնեն, այս երեխայությունը, որ մենք ապրում ենք, այս երեխայությունները կանցնեն և գիտությունները կանցնի, և լեզուները կանցնեն, ապա ուրեմն մնում է հավատ, հույս և ռոման, հավատ, հույս և ռոման, Եվ այս երեքը, և սրանցից ամենամեծը սերն է, և սրանցից ամենամեծը Տերն է, որ հենց այդ սերն է։ Եթե դու տղամարդ ասում ես Տեր եմ, ուրեմն Տեր կանգնի այդ սիրուն։ Սիրելիներս, այս խոսքը առաջինը ինձ եմ ասում, հետո բոլոր տղամարդկանց, հետո բոլոր քույրերին։ Այսքանով կավարտեմ խոսքը, բայց կպատմեմ ձեզ այն տեսիլքը, որ ես տեսա։ Ես տեսա մի հատ տուն, ու ես հայտնի տեսա այս տունը, տեսա Զաբոր, պատկերացրեք սիրուն Զաբորը, փակած, սիրուն տուն, սիրուն քարով շարած, բայց հետո տեսա այդ Զաբորը, ամբողջ Զաբորը ընկած, դուռը ջարդված, որ ամեն մարդ կարար մտներ, տան լուսամուտները ջարդած, բայց այդ տանը մարդիկ էին ապրում, վերջի սենյակում, ու մարդիկ առանձին սենյակների մեջ էին ապրում, դա ընտանիք էր, և այդ տունը փոթորիկ էր, ուղղակի քամի ու փոթորիկ էր այդ տունը, ու դրանից ծնվեց այս քարոզը, որ ես այսօր ասեցի, ու հետո այս խոսքերը ստանալուց, գրելուց հետո, ես տեսա միաբանության տունը, որ երբ որ մարդիկ միացան, այս ամեն ինչը դրեցին իրանց համար ու ընդունեցին որպես փոխվելու հիմք, այդ Զաբորը շատ սիրում, կանաչ, դուռը բաց, լուսամուտները նորմալ, այդ կանաչ հայաթի մեջ ճոճանակ էր դրած, նստած էր թեյի սեղանի շուրջ, կոֆեի սեղանի շուրջ, ամուսինն էր գալիս, երեխեքն էին գալիս, և այդ տունը երջանկություն կար, մտնողը ուզում էր նստել իրանց հետ ու իրանցից վերցներ այդ քաղցր սերը, կա ընտանիք, որտեղ սեր կա, իրանց հետ շփվելուց այդ սերը գալիս է քո վրա, ուզես չուզես դու վերցնում ես, դու կիսվում ես իրա հետ, իսկ կա ընտանիք, որ փոթորիկ է,
ու չես ուզում այդ տունը մտնես, որովհետև այդ փոթորիկը կգա քո վրա։ Սիրելի քույրս, եղբայրս, վերջրու այսօր այդ սերը, որը հենց Տիրոջից է, որը հենց մեր Հիսուս Քրիստոսն է, որ տալիս է այդ փոխվելու հնարավորությունը։